Այսօր մենք զրուցելու ենք կեղծ տեղեկատվության մասին։ Անպատասխանատվություն է սեփական լսարանի, սեփական դիտողի, ընթերցողի նկատմամբ։ Մենք ունենք աչքներից առաջ լրատվամիջոցներ, որոնք ամեն երրորդ հրապարակումը սուտ է։ Անպատասխանատվությունը պարար թող ունի մեր հանրության շրջանում։ Մինչև հիմա չեն ջնջել այդ տեղեկատվությունը։ Փչացրեցին ոլորտը, փչացրեցին ընկալումը լրագրողի։ Հիմա էլ հատկապես մենք մտնում ենք ընտրական փուլ եւ այս ապատեղեկատվության այս հոսքը ինքը ահավոր մեծանալու է։ Սպասարկում է տարբեր քաղաքական ճամբարներ, ինձ թվում է այդպես շուտ բացահայտում չեն կանում։ Հիմա ինչ է սա։ Վրաստանը կանխել է Թուրքիայից 169,000 կեղծ անձնագրի ներկրման փորձը, բարգրաված կեղծ փաստաթղթերի մեջ զգալի թիվ են կազմել Հայաստանի Հանրապետության անձնագրերը։ Հանրային ռադիոյի եթերում Հանրամեդիա հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, հարգելի ռադիո լսողներ, չհավատաք այդ տեղեկատվությանը, որովհետև այն կեղծ էր։ Ընդ որում, այսօր մենք զրուցելու ենք կեղծ տեղեկատվության մասին, խոսելու ենք այդ գործում մասնագիտացած կեղծ տեղեկատվության իմաստով չեմ ասում, այլ կեղծ տեղեկատվությունը բացառելու իմաստով, մասնագիտացած իմ գործընկերների հետ, Հասմիկ Համբարձումյան, Փաստերի ստուգման հարթակ, Գևորգ Թոսունյան, Civilnet լրատվական եւ ամենակարկառուն դեմքերից մեկը մեր այսօրվա զրույցի Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության մասնագետ։ Հարգելի պարոնակ եւ հարգելի Տիկին Համբարձումյան ջան, տեսեք, այս տեղեկությունը, որը ես մի քիչ առաջ կարդացի, ինքը խնդրահարույց է մի քանի պատճառով։ Նախ, որովհետեւ հայաստանյան տեղեկատվական դաշտում այսպես միանգամից մեր վրա վերցեցին, ահա տեսեք, այնտեղ հայկականը տեսել ենք, ուրեմն մեր մասին է։ Երկրորդը, ինքը այդքան տարածում չգտավ, ոնց որքանով որ ես գիտեմ, վրացական եւ թուրքական դաշտերում ինչքան մեզ մոտ դա տարածում գտավ, մտահոգիչ էր այն, որ դա արեց նաեւ Արդարադատության նախկին նախարարը Գևորգ Դանիելյանը, իսկ էլ ավելի մտահոգիչ է կոնկրետ ինձ համար հանգամանքը, որ այն լրատվականները, որոնք տարածել էին հղում անելով պարոն Դանիելյանի գրառմանը, մինչև հիմա չեն ջնջել այդ տեղեկատվությունը։ Հիմա ինչ է սա։ Դասական ապատեղեկատվություն, դասական կեղծ տեղեկատվության տարածում։ Ինձ թվում է նաև հատուկ նպատակներով, որովհետև դրանից տարածումից անմիջապես հետո տարածվեցին նաև նարատիվներ, խոսույթ ձևավորվեց, որ բերելու են հեսա, ընտրություններին են պատրաստվում, շուտով այս անձնագրերը նաև ընտրական տեխնոլոգիաներով, որպես ընտրական տեխնոլոգիա կիրառվեն ընտրություններում։ Ես կարծում եմ սա միտումնավոր ապատեղեկատվություններ։ Իմ կարծիքով սա անձնական, խմբագրական, խմբային անպատասխանատվություն է, սեփական խմբակայինը արդեն հանցագործություն է, բայց այս դեպքը դա չի։ Անպատասխանատվություն է սեփական լսարանի, սեփական դիտողի, ընթերցողի նկատմամբ, ուսամիային այս դեպքով չի սկսվում եւ ավարտվում, ցավալիորեն մենք գործ ունենք բազմաշերտ խնդիրների հետ, որոնք այս կերպ գալիս հասնում են լրատվամիջոց եւ լրատվամիջոցները հատկապես չեն ստուգում այդ տեղեկատվությունը, հետո բախվում են այլ խնդիրների հետ, երբ օրինակ չեկերները, օրինակ Civilnet-ի պես չեկերները բացահայտում են եւ ասում են սա կեղծ է եւ հիմա ըստ Facebook-ի կանոնների քո հրապարակման վրա կդրվի համապատասխան պիտակ։ Այդ ժամանակ նոր սկսում են փոխել իրենց քաղաքականությունը, բայց պետք է մինչև այդ պետք է ստուգել հատկապես նման տեղեկատվությունը։ Սա պատասխանատվության Ես միշտ այդ հարցի պատասխանը երբեք չեմ կարողացել ստանալ։ Ինչն է խանգարում լրատվամիջոցին ստուգել նյութ։ Թվում է բարդ բան չի, մինչև ես փորձել եմ։ Դժվար չի։ Շահերը, որոնք նա սպասարկում է։ Հա, բայց եթե քեզ հետո պիտի ասեն դու սատախոս ես, դու կեղծ լուրեր ես տարածում։ Դա արդեն երկրորդ պլան է եւ դա իրեն քիչ է հետաքրքրում։ Հետևողական անպատասխանատվությունը դա ինձ թվում է դա քաղաքական արդեն շահերի սպասարկում է։ Սամվել ջան, երևի այդ թեմաներով շատ-շատերի հետ խոսել ես։ Լավ, ինչ են ասում, ինչու։ Այն որ ժամանակը չի երիքում, ես այդ որպես փաստարկ չեմ ընկալում։ Չէ։ Պատճառները մի քանիսն են, մեկը նայա որ Հայաստանում մամուլի բավականին լուրջ հատված լրջությունը շատ
տարբեր ձև կարող են գալ, բայց լուրջ։ Սպասարկում է տարբեր քաղաքական ճամբարներ, ինձ թվում է դեռ շուտ բացահայտում չեն կանում այստեղ։ Ու բնականաբար դա լուրջ ազդում է հենց նրա վրա, որ մարդիկ չեն ստուգում չի։ Լավ էլ գիտեն շատ դեպքեր են, որ սուտ է մեկ հրապարակում են կամ չեն ստուգում, որովհետև համապատասխանում է իրենց կռեդոին, այսինքն հիմնական գծին, ու ինչ համապատասխանում է կարելի է լցնել։ Հա, ենթադրենք, ունենք եթե շոկե քաշ ես քշում, ու ածուխը կարող ես լցնել, ամեն հատ ածուխ չես նայում լցնում ես, բայց որ հանգարց չոր երկաթի կտոր անում, կողք ես տնում, հիմա երկաթ չէր, ածուխ էր լցել, գնացել։ Բայց կան նաև, այսպես հասարակամշակութային խնդիրներ։ Դա այն է, որ Հայաստանում չափից շատ լրատվամիջոց կա, քան կարող է սպասարկել մասնագիտական համայնքը ու ինչ որ մարդիկ կան, որ ինչ որ քնից հելած մարդ կան, նույնիսկ քնից էլ չի հելել, այդ վիճակում խմբագիր է աշխատում, բացարձակ չիմանալով կանոնները, այսինքն ինքը բլոգեր չեմ ուզում ասեմ, դե բլոգերները բավականին վեհ անձնավորություններ են լինում համեմատած, մեջները լուրջ մարդիկ են։ Հա, այսինքն փինաչի վախտին, երբ որ ընտրություններից ընտրություն փողեր մտնում, իրանք մտան այս մասնագիտության մեջ, հասկացան, որ վատ էլ կրդոն անելու տեղ չի, փչացրեցին ոլորտը, փչացրեցին ընկալումը լրագրողի, այն լավ լրագրողներին էլ հետը փչացրեցին ու շարունակում են։ Հա։ Մյուսը դա մեր հասարակությունն է, որ ասում ենք, բայց չեն մտածում, որ լսարանը կասի, բայց հենց դա որ խնդիրն անում է, որ մեր լսարանը չի ասում։ Մենք ունենք աչքներից առաջ լրատվամիջոցներ, որոնք ամեն երրորդ հրապարակումը սուտ է։ Նորմալ սուտը կարող լինի հատուկ, կարող է տեղից ընդերից ուղղակի քերած ինտերնետից, որ գրում են ինչպես գրում են ինտերնետներում, ես իմ Ալլա Պուգաչովան մեռելա, սունկա կերել, գալկինն էլ ինչ որ հետնա մեռել եւ այլն, հա։ Պրոբլեմն անում է, որ մեր հասարակությունը պահանջկոտ չի։ Այսինքն ինքը կարող անընդհատ տեսնի, որ ստում է լրատվամիջոցը ու շարունակի կարդալ, որովհետեւ իրան այդ տիպի լրատվությունը դզում է։ Եթե սուտը ինձ հարմար է, ուրեմն ճիշտ է։ Հա, ու մյուսը դա ընդհանուր առմամբ մեր հասարակությունը ուրիշ տիպի սպառում կա, տեսեք, օրինակ եթե համեմատենք միջին ամերիկյան, գերմանական, բրիտանական լրատվամիջոցը ու հայաստանյան։ Ոնց է լսարանը գալիս հասնում այդ կայք։ Առաջինը իրանք ունեն, այսպես ասած, լոյալ վստահող համայնք, որ ուղղակի բացում են ձեռքով, մտնում են այդ լրատվամիջոց, որտեղ իրանք դրա տարիներով ընթերցողն են։ Երկրորդը կան մարդիկ, որոնք պտունյաց, այսպես մարդիկ են, Google-ում են, ինչ որ թեմայի շուրջ հետաքրքրվում են, ու դա էլ բավականին ստվար զանգված գալիս է լրատվամիջոց Google-ով։ Ու շատ մի ծրտ դա սոցցանցերից է։ Մեր մոտ այս կամը սոցցանցերից է, մի 20 հոգի Google-ել են, ու մի 30 հոգի էլ տենց ուղղակի ամեն օր մտնում են, որտեղ վստահում են։ Հա, բայց միգուցե այդ նրանից է, որ մենք չունենք այդ ավանդական լրատվամիջոց հասկացությունները։ Դե հա։ Աստիճանաբար դրանք վերացան, որտեղ մենք դսան չունենք, Washington Post չունենք, New York Times Մեր մոտ չունենք։ այդ չի ձևավորվել սովետից հետո մենք ունենք շատ կարճ պատմություն։ Ընդ որում այդ պատմությունն մեջտեղը 90-ականներին գմփացել է, որ էլեկտրականություն կար, չկար, այն չկար եւ այլն, այսինքն մարդկանց ու փաստացի մեզ մոտ մարդկանց մեծ մասը չի էլ ֆիքսում ինչա կարդում, այսինքն որ հարցնում ես որտեղից իմացել, ասում Facebook-ում էր գրած, այսինքն ինքը չի հասկանում, դա օրինակ bulbulator.am-ում էր գրած, թե grdon.com-ում, հասկանում ես, չի էլ հարթակ եմ կար ժամանակ։ Ես մի հարցման տվյալ, ասեմ, թարմ հարցման տվյալ է 2024-ին արված, հարցվածների 18%-ը նշել է, որ ինքը ընկնում է լուրի հետևից եւ սկսում է ստուգել։ Իսկ բարձր կրթական ցանց ունեցողների 25%-ն է այդպես պատասխանել։ Այսինքն դա նշանակում է, որ հանրության մեծ մաս չի հետաքրքրում ինչպես ստուգել, ինչ 25%-ը կեսը խափել է։ Ամիսը մի անգամ արել է, իրան զգացել է investigative journalist ու տենց։ Չի բացառվում, այո, ապատեղեկատվությունը պարար թող ունի մեր հանրության շրջանում եւ նրանք մենք ուզում ենք, այսինքն մենք ունենք հասարակություն, որը տենչում է ապատեղեկատվություն, այսինքն իրան օրինակ իրան պետքա որ
օրինակ 5G-ով ռեպտիլոիդները գրավեն աշխարհը, այնքը այդ վիճակի մեջ է։ Ուրիշ օրինակ վերեմ, հիշում եք։ Իմիջիալոց կներեք էլի, ասենք fact checking-ի շրջանակում է էլի ասածս։ Տեսեք, մենք ունենք մի խումբ գործիչներ, որոնք այդ ձեր ասած, Սամվել ջան, քո ասած, այդ որ 5G-ով ռեպտիլոիդները գալու են գրավեն, հեսա, չգիտեմ, եթե պատվաստվենք մեր մեծ չիպավորելու են եւ այլն, ու ես բարբերաբար այդ մարդիկ հանրային խոսքով են հանդես գալիս, ու ես բարբերաբար այդ մարդկանց առաջ, այսպես խրձով միկրոֆոններ եմ տեսնում, խրձով։ Հա, ու այդ խոսքը անընդհատ տարածվում է, ընդ որում տարածում են մարդիկ, որոնք գիտեն, որ դա բացահայտություն է։ Տվյալ դեպքում կարծիքով մենք գործ ունենք կոնկրետ քաղաքական հայացքներ ունեցող նաև դեպքեր կան, երբ որ կոնկրետ անձիկ, կոնկրետ լրատվամիջոցների կողմից ոնց որ իրենց ֆավորիտներն են եւ նրանք ամեն կերպ այս մարդկանց առաջ են տալիս։ Հիմա էլ հատկապես մենք մտնում ենք ընտրական փուլ եւ այս ապատայակատվության այս հոսքը ինքը ահավոր մեծանալու է ու բազմակողմա դառնալու։ Նման մարդիկ իրենք ունեն պահանջարկ կոնկրետ լրատվամիջոցների կողմից կոնկրետ նպատակներով ու դնելու ասել որ երբեմն ինձ մոտ տպարություն է որ նրանք միտումնավոր են այդ մարդկանց այդ բեմբերում կանգնեցնում հետապնդելով ինչ որ քաղաքական նպատակներ նաև որովհետև նրանց ասած հատկապես կոവിഡ്ի մասով կային մարդիկ որոնք ակնհայտ կեղծիք էին տարածում ու ակնհայտ չեն իջնում տարբեր լրատվամիջոցների հարթակներից դա առնվազն տարօրինակ էր իմ համար բայց պետք է ասել որ մյուս կողմից մենք խնդիր ունենք նաև իշխանության հետ իշխանությունը չի իր խոսույթով չի անում այնպես, որ ինքը ապատայակատվությունը նվազի ընդհակառակը իշխանության շատ ներկայացուցիչներ իրենք են գեներացնում ապատայակատվությունը, իրենք են խրախուսում դա։ Այսինքն երկկողմանի խնդիր է։ Մի բան ասեմ, նույն անձնագրերի հետ կապված հոկտեմբերի 1-ին ձեր նշած անձը որը նաև հիմա կարծեմ ամբիոնի վարիչ է, ձեր նշած անձը գրել էր այդ տեղեկությունը եւ ակտիվորեն տարածվել էր եւ իշխանությունների կողմից, հա, ներքին գործերի նախարարության կողմից հերքումը եկավ 4-ին, հոկտեմբերի 4-ին։ Նաեւ այդ ուշացումն այդ պարարթողը ստեղծում եւ այդ վակուումը կա որ ես դες իմիջիալոց որ չստացվի որ մենք անդիմադիրներին ենք այստեղ հավաքվել կամ անդիմադիր դաշտին ենք ասում ես մի օրինակ ասեմ օրինակ տեսեք դուք ասեցիք դեպքեր որոնք դուք ստուգել եք հրապարակումից հետո չէ Գևորգն էլ նման փորձ ունի հասմիկն էլ առավել եւս դրա փորձ ունի դες անվելը այդ ամեն ինչին հիմա ժամանակակից Երևանյան բարբարով ասելով իտոկ տվողն հիմա տեսեք ասեմ դեպք, որը անձամբ իմ մասնակցությամբ է տեղի ունեցել, այսինքն ես այնտեղ եմ եղել։ CVKM-ը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն է, հա։ Չէ, ոչ թե բարձրախոս։ 3 ամիս առաջ Վանաձորում Take-Week 25-ներ, այնտեղ ավտոբուսներով բերել էին երեխաներ, մասնակիցներ, բան եւ այլն։ Ու ես այնտեղ կանգնած էի։ Ընդ որում բարձր տեխնոլոգիաների վարչնաբերության նախարարն էր այնտեղ եւ Civic-ում լուր է գնում, թե այդ ավտոբուսներով հավաքում են, որ բերեն ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի Երևանում միտինգի մասնակիցներ։ Զանգել ենք, ասում ենք մենք այդտեղ ենք հենց հիմա ավտոբուսի մոտ կանգնած ենք, նախարարը ներսն է ստացվում, որ նախարարն էլ է մասնակցում այդ ձեր ասած ակցիային։ Մի արեք, հանեք, չհանեցին։ Չհանեցին, այսեն լրատվամիջոցների հետ կապված, որոնք են 169,000 անձնագրի լուրերն են ողել, այնպես որ հա, ոչ մեկ էս իմաստով անմեղ չի։ Դե մենք չենք արդարացնում մյուսին։ Չէ, ես ոչ թե առհարացնելու պահով եմ ասում, այլ ասում եմ, որ այդ մեղքից ունեն բոլորը, այդ թվում միգուցե նաև ես կարող եմ գիտակցված էլ չանեմ, բայց կարող է անեմ։ Դրանց ես դրանց հետո ներողություն կխնդրեմ։ Դե ելքելու կուլտուրա էլ չկա, այսինքն եթե դեպք կա եղել, որ հանգարց սխալվել է, տենց Ես լավ հիշում եմ, օրինակ վերջերս այդ կեղծ կայքերի միջոցով տեղեկություններ տարածվել, որ Ֆրանսիայից թափոններ են բերում եւ Հայաստանում Դիլիջանում մշակում են եւ այլն։ Մենք միջուկային թափոններ։ Այո, Courrier France 24 get for այդ կայքի միջոցով տարածվել էր այդ տեղեկությունը, Mediamax-ը գրեց, ինքն ընկել էր ծուղակը, գրեց դա եւ անմիջապես մենք դա անգամ չհասցրեցինք պահպանել էջը, իրենք ներողություն խնդրեցին առանձին հրապարակմամբ եւ ասացին, որ
իրենք իմացել են, որ դա հայտնի կայք է գրողը։ Ուզում եմ ասել, որ կան իրենց հարգող լրատվամիջոցներ, որ ներողություն են խնդրում ընթերցողից, կան պատասխանատու են։ Բայց իրանք համաձայն են, որ սպիտակ ագրավի տպավորություն են թողնում, այսինքն ինքը այնքան անսովոր երևույթ է։ Բայց նաև մենք հիմա կներեք, էլի ով ստի վրա ում բռնում ես, այսպես մի հատ պոզա է ընդունում։ Դու իմ խոսքի ազատություն, դու իշխանական, դու անդիմադիր, չգիտեմ, ինչ որ sense մի հատ անհեթեթագույն զրույց է սկսվում, որը իրականում ավարտ չունի ու վիճելու կարիք էլ չկա այնտեղ։ Տենց մի հատ կարճ պատմություն 2021-ին, երբ որ ռազմական բախում էր իշխանասար Սարում, մենք մի անգամից իմացանք, ես առաջինը որոշեցի, որ պետք է գնանք ու մենք գնում ենք, այդ ընթացքում ես հեռախոսով մեքենայի մեջ տեսնում էի լուրեր, որ թե իշխանասար գյուղում կրակոց է եւ այլն, ես գնացի տեղում ցույց տվեցի, որ իշխանասար գյուղում կրակոց չկա։ Ամեն ինչ նորմալ է։ Ինձ սկսեցին մեղադրել, ասելով թե դու ինչի չես գրել, որ իշխանասար Սարում է եղել կրակոց։ Իշխանասար Սարն ու գյուղը բավականին հեռու են, բայց ես ունեի ինֆորմացիա, որ գյուղում է։ Հետո Civilnet-ը տարածեց պարզաբանում, որ մենք նկատի ենք ունեցել գյուղը, թեև հոդվածում նորմալ գրած էր գյուղը, բայց այն մարդիկ, որոնք գրում էին, որ իշխանասար գյուղը հրետակոծվում է, այնտեղ մարդիկ փախնում են, բանը ոչ մեկ ներողություն դրա համար չխնդրեց։ Իսկ մենք, սուտ որ ընթերցողը մեր նկատմամբ այլ կարծիք չունենա, թե մենք մոլորեցնում ենք, մենք տարածեցինք պարզաբանում։ Այսինքն այս խնդիրը միշտ կա, այսինքն դու հայտնվում ես այդ մարդկանց ինֆորմացիոն թիրախում, դու գրում ես ու փոխարեն դու ես արդարանում, փոխարեն այն մարդիկ փոխեն իրենց վարքագիծ իրենց։ Ընդ որում, երբ որ դու գնում ես տեղում աշխատելու, դա չի գնահատվում, եթե Երևանում նստեիր գրեր, հա, շատ վատ է, դա կընդունվեր, կգնահատվեր։ Կարելի պապիրոսը մերանում մայքով լայվ մտնել։ Այո, հենց այդպես։ Հա, տենց մարդիկ էլ ունենք, օրինակ 3 օր առաջ, եթե չեմ սխալվում, 2 թե 3 օր առաջ ես էլի հանրային ռադիոյում հյուր էի առավոտյան թողարկմանը, ես այնտեղ հարցրեցին օրինակ ինչպես կարելի է տարբերակել կեղծ լուրը իրական լուրից կամ որ պահից սկսած է մարդու մտքով պիտի անցնի, այ արի փոխեմ, արի ստուգեմ այս լուրը։ Ես մոտավորապես հետեւյալ մոդելը ասեցի. ցանկացած լուր, որը կարդում եք, որը էմոցիա է, լուրջ էմոցիոնալ ֆոն է ստեղծում ձեր մոտ, այդ լուրը պետք է ստուգել։ Հիմա դրա հետ կապված, տեսեք, էլի ձեր ուսումնասիրությունների դաշտ եմ մտել, հրապարակ եմ հաղորդել, թե արցախցիները զանգվածաբար մեկնում են Ռուսաստան եւ կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Ձեր FIP-ը գրավոր հարցում էր ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, տեղեկացրել էր թվերի մասին մեկնածների եւ չվերադարձածների, որոնց պարզվել էր, որ մեկնածների մեծ մասը մեկնել է Վրաստան, ոչ թե Ռուսաստան։ Եվ սա բնականաբար, երբ դու հա, բայց երբ դու կարդում ես այս լուրը, որ զանգվածաբար լքում են, չեն վերադառնում եւ այլն, ինքը միանգամից էմոցիոնալ ֆոն առաջացնում, արցախցիներ գնում են։ Բացի այդ նշվել էր այդ լուրում ձեր սկզբնաղբյուրում, որ բազա չկա, որևէ բազա չկա, այսինքն չի հաշվառվում արցախցիները որտեղ են, որևէ մարմին չկա, էլի, որ հաշվառում է։ Մինչդեռ ԱԱԾ-ն մեզ տվել են այդ տվյալները։ Լավ, հիմա ասենք այս կարգի ես հասկանում եմ քաղաքական ենթատեքստ էս ամենի։ Անցած մեր հաղորդման զրուցակիցներից մեկը հենց հրապարակի ներկայացուցիչներ, խոսում էին ազնվությունից, անաչառությունից եւ այլն, ինչքան որ դա հնարավոր է։ Ոնց կարելի է ասել, այս մի բանը անել լրիվ ուրիշ բան, բացարձակ ուրիշ բան, 180 աստիճանով, չնայած են շատ կրթված հայեր ասում են 360 աստիճան, հա, ես այդքանը գոնե հիշում եմ, էլի դպրոցից, որ 180 աստիճանն է հակառակ բևեռը, ոնց է հնարավոր դա անել։ Հեշտ։ Ոնց կարող օրինակ մարդ լինի ինչ-որ 120,000 դրամ աշխատավարձով ու դղյակ կառուցիչ, չէ՞, Հայաստանում դա բավականին տարածված երևույթ է։ Այդ թվում նաև լրագրողների շրջանում։ Ուզում ասել, խնդրեմ չկա, ուրիշ խնդրեմ, օրինակ պրոֆեսիոնալ փորձագիտական համայնքը, որտեղ օրինակ որ ասում ես ոնց իմանաս լուրը սուտ է, թե ճիշտ է, շատ դեպքերում ասում եմ ինչ որ լուրեր կան, որ ինքնուրույն հասարակ մարդը չի կարող ստուգել, որտեղ շատ բարդ սարքած բան է, ավելավատ դիմեք, նայեք փորձագետները ինչ են խոսում, հետո Հեմորոսման լեզուս կծում եմ, որտեղ փորձագիտական համայնքի մեջ, օրինակ քաղաքագետները։ Տես օրինակ կան քաղաքագետներ, որոնք 20 տարի ասպարեզում են կամ մեյդանում են, տենց ոնց ուզում եք անվանեք, 20 տարվա մեջ մի հատ ճիշտ կանխատեսում չեն արել։ Այսինքն իրանց կարելի է լսել ու հաստատ համոզված հակառակը ենթադրել, որտեղ այդ մարդիկ տոտալ
սխալ են իրանց ամեն ինչով։ Բայց ռազմական են մեր ռազմական փորձագետ ունենք, այս վերջերս որ հայտարարել որ Ադրբեջանը կհարձակվի Ռուսաստանի վրա եւ հետևանքները շատ ծանր են լինելու։ Ում համար է ծանր լինելու, ինչի պետք է հարձակվի, եւ բայց կարևոր ծանր են։ Խնդիրը նրանում է, որ ելի մենք գալիս ենք նրան, որ մենք ենք սնում, այսինքն դու շարունակում ես այդ կաղամբներին լսել, իրանք փարթավանում են, իրանք ջրում են, ասում են դու ես մարդուն լսում են, տարածում են եւ այլն։ Ու մենք ունենք իրավիճակ, երբ որ կա սնանք փորձագիտական համայնք, ինչ ուզես կարող են պատմել։ Փողին մոնաթը չի մենակ ընդվորում, այդ պարտը կարող առանց փող մնա, ու որպեսզի նոր սպոնսոր մանգա, սկսի ինչ որ անհեթեթությունների շարան կառուցել, որ աչքի ընկնի, իսկ աչքի ընկնելը, որտեղ այդ վատ լրատվամիջոցները իրանք սկսում են ռեպլիկացնել այստեղ այնտեղ։ Ու ստացվում է որ ցիկլի մեջ ենք ընկնում, այսինքն հասարակությանը խափում են, որովհետև էշի տեղ են դնում, բայց հասարակությունը պատրաստ է իրան այդ դիրքում դնել, որտեղ իրան այս տիպի նորությունները դզում են կամ այդ ամեն ինչը դենց հավեսով տարածվում է, ես այդ COVID-ով հիշեցի, որ աղմուկ էր ընկել, որ երկնքից բրոմ են ցանում, որ մարդիկ հազան։ Հիշում եք դենց յետ COVID-ան հերթ ինչ որ փորձագետներից մեկը գնում էին օդը ստուգում էին, ու դրանից հետո ֆանտաստիկ բան եղավ, այն որ ասում է ինդուցիրованный պսիխոզ սկսվեց, որտեղ ինչ որ մարդիկ դադարեցին շնչել։ Իրանք սկսեցին նայել երկինք ու տեսնել ինքնաթիռները, այսինքն այդ մարդիկ օրինակ ապրել էր մարդ 60 տարի, չէր նկատել կյանքում, ինքնաթիռը հետևից ինվերսիոն հետ կա մնում ու ինքը նկարում էր լայվ էր մտնում, ասում են Ժորջան հեսա տեսեք բրոմը հետևից թափելով գնում է, բան ու տակը ինչ որ մի 5000 ամեն բան Աստված փրկի մեզ, եսի մեզ բրոմ են եւ այլն էլի։ Դες պատվաստվելուց հետո մինչև հիմա Wi-Fi-ով ինտերնետ եմ ցրում, նորմալ է։ Իդեպ այդ մասով մենք շատ մեծ ապատայակատվություն ունենք, հատկապես առողջապահականը, որ շատ զգայուն է ու անընդհատ տարածվում է։ Օրինակ ամեն տարի տարբեր ռուսական լրատվամիջոցներ, աղբյուրներ տարածում են ապատայակատվություն, որ Հայաստանում կան, այսպես ասած, բիոլաբորատորիաներ ամեն տարի դա հերկվում է ու բայց ամեն տարի Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք դրանք տիրաժավորում են։ Հիմա սենց հարցերում իմ մոտ ես ուզում եմ հասկանամ, էլի ինչի մենք չունենք կոնսենսուս, այսինքն դաշտը պարզագույն հարցի շուրջ, որ պետք է տեղեկատվությունը ստուգել։ Երբ որ հանգում ենք նրան, որ սա շատ պարզագույն հանգամանք է, որը պետք չի հիմնավորել ու պետք է ստուգել, բայց չեն անում մյուսները, մյուս միտքն է, որ միշտ ինչ որ ներքին հետին մտքեր ունեն։ Գեորգ ջան, կներես, մենք ուզում ենք ներողություն, էլի, մենք ուզում ենք կոնսենսուսի գանք այն լրատվամիջոցների հետ, որոնք օրինակ իմաստնավորի կամ էլ տեղեկատվությունը մինչև հիմա տարածում, որ քաղցկեղը կարելի է սոդայով բուժել, հա, չէ, իրենց հետ ոնց է կոնսենսուս։ Ես ուզում եմ մի անկեղծ իրենց նման լրատվամիջոցներ ես լրատվամիջոց չեմ համարի, որովհետև կան սուն կայքեր, որոնք լրատվամիջոց ես չեմ համարում, բայց լրատվամիջոց ասելով ես ենթադրում եմ հիմա չեմ ուզում ասեմ, կոնկրետ հենց հիմա չեմ նշի, բայց իրենք քո ասած սուն կայքերը չեն, հա ջան։ Հա մենք վերջին մի երկար ժամանակ մի 3 ամիս հատված այդպես հայտնաբերում էինք նորաստեղծ կայքեր, դրանք մենք անվանում ենք դոփելգենգերներ, որոնք նմանակում են բաց հեղինակավոր կայքերին, օրինակ Le Monde, France 24, նմանակում են իրենց առաջին մի երկու դեպքում օրինակ երբ գրվեց որ Նիկոլ Փաշինյանը Մարսելում տուն է գնել, Կանադայում տուն է գնել, այդ տեղեկությունները ակտիվ տարածվեցին։ Վերջինը որ Աննա Հակոբյանը 3-4 միլիոն դոլար գումարը յուրացրել, այո, այդ արդեն տեղից սկսված, էլի են տենց գրում այդ կայքերը, հայտնվում են Telegram ալիքներում եւ այլն, բայց այդպիսի տեղեկությունները համենայն դեպս հայկական լրահոսը չի տարածում։ Եվ ես այդ ներքին բանը ունեմ, միտքը ունեմ, որ նրանք արդեն հասկացել են, որ սա միտումնավոր ստեղծված
այդ ապատեղեկատվություն տարածելու համար նախընտրական շրջանա դիմաց։ Դե գուցե օրինակ Ալեն Սիմոնյանի մասին գրվեց, որ իբր ինքը ղեկավարում է պետոֆիլիայի մեծ խումբ, օրինակ դա չտարածվեց լրատվամիջոցներով։ Արդեն տարածեցինք, հիմա Հա, կներեք, բայց չի կարելի չասել այդ դեպքը, որ որպես օրինակ ինքը ես կարծում եմ, որ իրանք արդեն հասկացել են եւ հետ են կանգնում այդ բանից։ Իդեպ Ալեն Սիմոնյանի մասով ինչու չի տարածվում, որովհետև նա, չգիտեմ, գնահատական չեմ տալիս, զուտ նա ամենամեծ փորձառությունը ունի լրատվամիջոցների պատասխանատվության դաշտ բերելու անհատներին ու մեծ ֆինանսական ծախսերն ամենաշատ դատերը ինքը ունի։ Չի տարածվում։ Ես կարամ լիքը օրինակ։ Ամենաշատը նա է եւ դրա լրատվամիջոցների երևի խոսափելին մամուլ է, ինչ նախանգարում, ում պետք է դատի տաս այնտեղ մարդ չկա։ Բայց մենք եւ ուզում եի նաեւ ասել հատուկ շեշտել, որ այդպիսի աղբյուրները գնում, երբ ուսումնասիրում ես, գնում արմատները կապվում են ռուսական հոսքերի հետ, ռուսական ֆինանսավորմամբ հիմնադրամների հետ, այսպես կոչված հետաքննություն իրականացնող եւ այստեղ արդեն հասկանում ես, որ ինչ որ տեղից գալիս են այդ տեղից գալիս են այդ Լավ, մենք ինչ պիտի անենք, որ մեր գործընկեր լրագրողները, մենք չառանձնացնենք, հա, որտեղ երբ ասում են այս երկիրը, նշանակում է, հա, ես ուրիշ եմ, այս երկիրը ուրիշ է։ Ինչ անենք, որ մենք լրագրողներով հասկանանք, որ խաբելը վատ է, քխ է։ Ինչ պետք է անենք։ Մեզ պետք է սկսեն ծեծել, մեզ պետք է դատի տան անընդհատ, ինչ պետք է անենք։ Երբ մենք առաջինը պետք է գիտակցենք, որ իրականությունը էսա ու այս ամենը ինքը շարունակվելու է, ուժ գնանալու է ընտրություններին, երկրորդ իմ կարծիքով այս արդեն իշխանության դաշտում է, իշխանությունը փորձում է մտնել լրատվադաշտ այլ կարգավորումներ անելու տեսանկյունից, բայց օրինակ մենք գիտենք այդ սունկ կայքերը, որտեղ գովազդ է դրվում, որոնք աշխատում են այդ գովազդի շնորհիվ, իշխանությունը կարող է կարգավորի այդ գովազդի համակարգը թույլ չտա նման տեղեկատվության։ Գևորգ ջան, հիմա կան նորմալ ֆինանսավորվող լրատվամիջոցներ, կոնկրետ շահեր հետապնդող ուժերի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներ։ Սունկ դու ո՞րն ես ասում, սունկ որ ստեղծվում է գովազդի համար, թեկուզ այդ ռուսական հիմքեր ունեցողները հիմնականում ինչ որ ռուսական անհայտ աղբյուրներ են։ Դրանք երկար կյանք չունեն, 2-3 ամսով դոմեյն է վերցնում եւ դրանք սունկ կայքեր չեն, սունկ կայք վաղուց տենց չկա էլի տենց։ Սոնկերը իրականում մեծ մասը զուտ ֆինանսական բան է, այսինքն իրանք էշություններ էին տարածում, այնքան որ մարդիկ կլիկ անեն, բայց քանի որ Facebook-ը իրանց սկսել է բլոկել ակտիվ, այդ բիզնեսը ընկել է։ Բայց ուրիշ հարց, որ մյուս կողմից ուժեղացել է արդեն գիտակցված միտումնավոր ապատեգատվություն տարածող շատ ավելի նենց լուրջ այդ հիբրիդային կենտրոնների կողմից իրականացվողը, որը սունկ չեն, էլի, իրանք լավ են, նորմալ պարարտ ներդրում արված կայքեր են եւ դրանք պետք չէ։ Այդ կենտրոնների ասեցին։ Տարբեր, պարտադիր չի։ Ես ասեմ, դե անդադ մենք ասում ենք, երևի 5 անգամ արդեն կրկնեցինք ռուսական, պարտադիր չէ ռուսական լինի։ Ասեմ ձեզ, որ իրենք կարող է չինական լինեն, կարող է, չգիտեմ, ամերիկյան լինեն, չինականը չի, բայց չէ, ասում կարող է լինել։ Չէ, ուզում ասեմ, հիմա դա 1000 երկիր էստեղ շահեր ունի։ Այսինքն ապատեգատվությունը որպես սերվիս հիմա գործող բիզնես, այսինքն կան մասնավոր ընկերություններ, որոնք պատվերով օրինակ OpenAI, այսինքն ChatGPT-ի դերը բռնացրել էր տենց մի խումբ, որը Ամերիկայից Ադրբեջանի նարատիվներն էր տարածում, ընդ որում նաև հայերեն, բայց չէր պատկանում, այսինքն ինքը ադրբեջանական չէր, կողքից այդ նույն խումբը կոմերցիոն պատվերներ էր նաև կատարում, ինչ որ բիզնեսներին փառաբանելու հարցով, այսինքն մենք հիմա տարօրինակ աշխարհում ենք այդ առումով ապրում, էլի։ Տարօրինակ աշխարհը նաև այնքան է, որ լրագրողներով մենք չենք կարողանում թաց չորից տարբերել, հետո հասարակությանը ընդ որում 1000 տեզերի կարող է պիտակավորենք մենք ինքներս։ Այս չեն գնահատում մեր աշխատանքը ու առանց ընդունելու, որ ուրիշ ժողովուրդ ես դրա համար չունեմ, ինչպես ասում ես։ Ուրիշ չունենք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներն են Գևորգ Թոսունյանը, Հասմիկ Համբարձումյանը, Սամվել Մարտիրոսյանը, ես Լևոն Սարդարանն եմ, եթերում մեր հանրային ռադիոյի հանրամեդիայի հերթական թողարկումը, որն ի դեպ
հեռարձակվում է BBC Media Action-ի եւ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության միջազգային զարգացման նախարարության ֆինանսական օժանդակությամբ այսօր այսքանը կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, էլի ժամը 19-ին հանրային ռադիոյի եթերում հաջողություն։